քանի որ հանդիսանում եմ նաև Ղրիմի հանրապետության կոմանդիր Նարոդնովա Պոլչեն, հայերեն աշխարհազորայինների հրամանատար, հա։ Իմ կողմից անձամբ եղել է առաջարկ, պատերազմի երկրորդ օրը, 450 մարդիկ, որոնք անցել են Դոնեցկ, Սիրիա, Լիբիա, պատրաստ են հանուն Քրիստոսի, բրացը պա Խրիստու, գան առանց գումարի պատերազմ։ Իմ ընկերոջ Սանյա Ալեքսանդր Բարադայի կողմից առաջարկվել է 7000 զորք գան ու կռվեն Ղարաբաղում։ Մինչև օրս սպասում են պատասխանի։ Դրա համար այդ առաջարկությունից 4 օր հետո Պրեզիդենտ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրեց մի օրենք, ոչ թե օրենք, որ Հայաստանի իրավունք չունեն կռվեն վարձկան ուժեր։ Եթե դուք համարում եք, որ այն տղաները, որոնք պատրաստ են մեր ազգի կողքին կանգնած հանուն Քրիստոսի կռվել, դրանք վարձկան ուժեր են, ուրեմն այդ մարդը, որ այդ պատասխանը տալիս է, կամ պետք է տկարամի տեղնի, կամ պետք է դավաճաներն են։ Ու այս պատերազմն էլ կամ պետք է տկարամի տեղնեին, կամ դավաճան, որը այդպես էլ համարյա նույն բանն է։